Տիկին Ռուզաննան Գյումրիից Երևան էր եկել վաղ առավոտյան, Տուլայի ավտովթարի վիրավորներից են նրա աղջիկն ու թոռնիկը, քնարիկը խոսել չի ցանկանում, հուզված է։ Ես թեթև տղես է վնասվել, փառք Աստծո փրկվել ենք, ամեն ինչ լավ է։ Հուզված էր նաև քնարիկի մայրը Ռուզաննան։ Հերոստացույցից տեղեկացվա, հետո շատ ուշ ժամի հազիվ կարողացա, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, բայց մինչև չտեսա չհամոզվեցի։ Վլադիմիր Խաչատրյանը որդուն է սպասում Տիգրան Խաչատրյանին։ Վթարի ժամանակ նա էլ քնած է եղել, ոտքի քերծվածք ունի միայն։ Տիգրանը հորը պատմել է տեղի ունեցածի մասին։ Պատմում էր շուր գալուց, այն տեսա, որ ասма շոֆերը քացով խփեց, պարբրիսը ջարդեց ու սկսին ժողովրդին հանել։ Ինքը ձախ կողմներ նստած պատուհանի մոտ աջ կողմի վրա է ֆռացել, վերևից անգելա մարդկանց վրա, էլի ամենավերևինը ինքն է եղել։ Սիրեկան Թադևոսյանն էլ ծնունդով Գյումրիից է, բայց Ռուսաստանում է ապրում։ Ասում է ավտոբուսով երկար ճանապարհ չի գնա այլևս, ձեռքի վրա քերծվածքներ ունի։ Ռուսաստանից Գյումրի էր գալիս հարազատներին տեսնելու համար։ Դե տեղը քերծվածք է, շուշիկը դրազնեն, քնած է զարթնար ավտոբուսը շուտ կա։ Սարգիսը գլխին հարված է ստացել ու ոչինչ չի հիշում։ Ցավեր չունի, օդակայանից ընկերների ու հարազատների ուղեկցությամբ մեկնեց տուն։ Գլխին եմ հարված ստացել, հիմա նորմալ է, ամեն ինչ անցել է։ Ռուսաստանից ժամանած տուժածներին, որոնք ապրում են Շիրակում, Արարատում, Գեղարքունիքում եւ այլ մարզերում, տրանսպորտի եւ կապի նախարարության մեքենաները հասցրեցին իրենց բնակավայրեր։ Նաիրի Մուրադյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։